Օրինակ դու որ ասում ես պետքա քաշը նվազեցնել 5-ից 10% տարեկան ու հայտնվում է մի հատ ֆիթնես տրեյներ ասում է 3 ամսում 45 կիլո ժողովուրդ անհնար է փորձել եմ չի լինում 40 կիլո ես ձեզ 6 ամսում կնի հարաստեմ դու իրան առաջարկում ես իր հետագա 50 տարին որ մարդը պետքա ապրի 5 տարին ծախսինի հարելու վրա նվազեցնի 5-10 կիլո 20-25 կիլո իր քաշից ստաբիլ պահի դառնա առողջ մարդ ինքը առաջարկում է բում Դե մարդիկ ավելի ծույլ են, իրանք ծույլությունը չի, հարցում են, իրանք ուզում են միածույլ են, իրանք ծույլ են եւ իրանք գիտակցությունը չի ասել այնտեղ, որ ճարպակալումը քրոնիկ հիվանդություն է, որ ինքը հիվանդություն է, իրան պետքա բուժել։ Եվ ինքը դուք էլ երևի չգիտեմ, բոլոր իրանք փորձի վրա գիտեն, ինչ բարձրանում որ այդ կաչելիները ստրեսի ու մնացած բանի բուն է, որ մարդուն ընկճում է։ Նու բարիատրիկ վիրաբուժիչ ենք խոսում, ասում են թե դու բարիատրիկ վիրաբուժություն անես ու մարդ սննդային վարքի խանգարում ունենա, քնուի խնդրով հետ է գալու։ Եթե դու հիվանդի հետ չես աշխատում, Օզեմպիկ ես տալի, ինչքան են հիվանդներ ասում Օզեմպիկից վատանում եմ, հետ եմ տալիս բան։ Օզեմպիկը ստանում է ու գնում ես սկսում է հաց ուտել։ Օզեմպիկից հետո շաուրմա ուտել, բացառոտի հետ տաս։ Բոլոր հետազոտություններով եւ բարիատրիան եւ Օզեմպիկը եւ բոլոր դիետաները 3 տարի հետո բերում են քաշի բարձրացման, եթե վարքագծային փոփոխություններ չկան։ Իսկ վարքագծային փոփոխությունները սկսվում է դիետայի առաջին օրից։ Եթե դու չես հասկանում այդ մարդը որ վարքագծի որ պահին ինչի է ինքը ուտում, ինչն է սխալանում, ինչն է ճիշտ անում, ֆիզիկական ակտիվությունը ոնց ջուրը ոնց է քունը ոնց է ու կոմպլեքս չես մոտենում գնում ես մենակ չգիտեմ բադ ես խմում կամ ֆիթնես ես անում կամ սոված ես մնում մեկը այդ քաշը հետ է ամենահանրահայտ բադերը արտադրող ֆիրման որ քեզ եկել էին խաչում էին արդեն դիետոլոգիայի խաչին Լիդիայի հա ընկերություններից մեկ անունը չտամ թե չստեղ էլ կոմենտներում կհայտնվեն բոլորը հասկացան ինչի մասին է խոսքը իրանք մարդիկ կան իրենց քոր աչքով հավատում են բայց այնքան հիվանդ մարդ է իրանց մոտից գալի հետագայում ու դու հասկանում ես որ այդ ամեն ինչի հետևանք է